Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Թովմասյան, ես ճիշտ ասած ուզում եմ խոսենք վերջին օրերին իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը նախաձեռնություններ ներկայացրել եկեղեցիների հետ կապված, որ կան եկեղեցիներ, որոնք պետք է, այսպես ասած, այլևս օրենքով չպետք է վաճառվեն, ինչ որ մեկին տարածքներ նվիրվեն։ Այս առումով կա արդյոք հաշվարկ, որքան է պետության, այսպես հոգատության տակ եկեղեցիներ եւ այս առումով ձեր մոտ ինչ հաշվարկներ կան, ձեր հետ քննարկել նախագիծը։ Նախագիծը մեզ ներկայացվել է, որի վերաբերյալ մենք տվել ենք դիրքորոշում, դա պատգամավորական նախաձեռնություն, եթե ես չեմ սխալվում, եթե սխալվում կներեք, որովհետև հիշողությանս եմ հիմա հենվում, ուրեմն կադաստրի կոմիտեում կան գրանցված իրավունքներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներ գրանցված, տարբեր նպատակային նշանակության օբյեկտների, պատմամշակութային եկեղեցիներ, բնակարաններ, արտադրական տարածքներ, եթե չեմ սխալվում, եւ այդտեղ կոնկրետ թվային վերլուծություն հիմա չեմ կարող ասել, թե որ օբյեկտից քանի միավոր ունենք իրավունքի պետական գրանցում ստացած, բայց արկա են բազայում տեղեկատվություններ եւ կարող ենք, եթե կարիքը լինի, պաշտոնական նաև տեղեկատվություն ձեզ տրամադրել, թե կոնկրետ որ գույքային միավորից քանի միավոր կա գրանցված եւ ինչպիսի իրավունքներով են նաև գրանցված, որովհետեւ կա որ սեփականություն է, կա անհատույց օգտագործման իրավունք է եւ տարբեր պայմաններ կան այդտեղ արդեն։ Հիմա ուղղակի չեմ կարող անգիջ հիշել, որովհետեւ բազմաթիվ միավոր, բազմաթիվ 100, այսպես ասված 600-500 միավոր, եթե ոչ ավել օբյեկտներ կան գրանցված։ Եթե չեմ սխալվում, 260 եկեղեցուց 280-ի մասին էր խոսք, այսինքն մնացածները եկեղեցապատկան տարածքներ, բայց մնացածը կարող է եկեղեցի չէ, մնացածի նկատմամբ կարող է այլ իրավունք է գրանցված, օրինակի համար կարող է հենց սեփականության իրավունք եկեղեցու միջոցներով ձեռք բերված եւ ոչ պետության մասնակցությամբ պետության կողմից տրված չէ անհատույց օգտագործման կամ այլ իրավունքով, այսինքն դրանք տարբեր իրավական ռեժիմներ են։ Երբ որ մենք խոսում ենք սեփականության իրավունքից, յուրաքանչյուր իրավունքի նկատմամբ գործում է տարբեր իրավական ռեժիմներ։ Հիմա պետք է նայել կոնկրետ թե որ իրավական ռեժիմի վրա է որևէ գործողություն տարածվել։ Այստեղ պարոն Թովմասյան, դուք չեք կարծում, որ պետության եւ եկեղեցու կրկին որ իրավունք ունի իշխանությունը խառնվի եկեղեցու գործել, այստեղ էլի միջամտության խնդիր է, որովհետեւ դա այդ ամեն ինչը եկեղեցու վերահսկողության տակ է եւ եկեղեցին պետք է վեհապարը պետք է որոշի, որ գույքը ինչ ձևով պետք է օգտագործվի կամ ընդհանրապես Չեմ կարծում, որովհետև եթե մենք նայենք այն տրամաբանությամբ օրինակ, ես օրինակով կխոսեմ, եթե դուք ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնում եք որևէ այլ սուբյեկտի, վերանանք մի պահ, ոչ եկեղեցի, ոչ իրավաբանական անձ, ընդհանրապես օրինակի վրա խոսենք։ Երբ որ դուք ձեզ սեփականության իրավունքով գույքը հանձնում եք որևէ սուբյեկտի որևէ օգտագործման նպատակով, դուք որպես սեփականատեր միշտ կարող եք օգտագործման հանդեպ որոշակի պահանջներ եւ չափորոշիչներ սահմանել։ Այսինքն ինչի համար, որովհետեւ այդ օբյեկտը ձեր սեփականությունն է։ Դրա համար եմ ասում, պետք է հստակ տարանջատել իրավական ռեժիմները, թե կոնկրետ որ օբյեկտի նկատմամբ է դա տարածվում եւ որ օբյեկտի նկատմամբ դա չի տարածվում, որովհետեւ վարձակալության պայմանագրով, այդ թվում հատուցելի կամ անհատույց, դուք ինչ հնարավորություն եք, միշտ կարող եք որոշակի պայմաններ այդտեղ սահմանել։ Ասել որ պետք է օգտագործվի այսպես կամ ոչ այսպես, իհարկե, ընդհանուր օրենսդրության տրամաբանությունը պահպանելով։ Այս գործընթացները չլինեին ձեր մտքով կանցնել կամ իշխանության մտքով կանցնել, ման նախաձեռնություն։ Տեսեք, ես մեկ այլ օրինակով կրկին խոսեմ, Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, միություններ ձեռք են բերել որոշակի իրավունքներ օբյեկտների նկատմամբ։ Օրինակի համար ես հիմա օրինակներով եմ ասում, գրողների միություն, օրինակ նկարիչների միություն, չէ, իրենք էլ այսօր ունեն գրանցված իրավունքներ այդ օբյեկտների նկատմամբ, բայց եթե կհիշեք, որոշակի ժամանակ առաջ ազգային ժողովը ընդունեց մեկ այլ օրենք, որը կարգավորում էր այս ոլորտը։ Այսինքն, այստեղ իմ կարծիքով կարիք չկա տեսնել այնպիսի բան, որը արկա չէ, որովհետև մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք հետևյալ մոտեցումը, որ պետությունը ուղղակի հետևողականորեն այն օբյեկտները, որը ինքը տվել է որոշակի նպատակային օգտագործման, յուրաքանչյուր ուղղվածությամբ սահմանում է որոշակի չափորոշիչներ, որպեսզի հստակ լինեն փոխադարձ հարաբերությունները։ Սա իմ ընկալումն է, բայց օրենսդիրների կողմից եթե հարցեր ունեք, դիմեք իրենք ավելի Արդեն օրենքը ընդունված է եւ հիմա օրինակի համար եթե առաջ իրենք նմանատիպ միությունները
դրանք եթե չեմ սխալվում մի քանի հազար միավորի է վերաբերվում, օբյեկտի է վերաբերվում, եթե իրենք նախկինում կարող էին ազատ վաճառել առանց որևէ գործողության, այսինքն պետությունը տվել էր այդ օբյեկտը, չէ, այդ անշարժ գույքը տվել էր ինչ նպատակով, որպեսզի օգտագործվի որպես գրողների միություն, որպես նկարիչների միություն, որպես սպորտային բազա, եւ օրենսդրորեն սահմանված չէր, օրինակ, եթե այդ պահին սեփականատերը ցանկանում է վաճառել, ինքը ինչ պայմանների պետք է նկարիչների միությունը, գրողների միությունը դրիվ այլ բան է։ Չէ, դուք կներեք, դուք ինչ հարց տվեցիք։ Դուք ասացիք հենց այս ֆոնի վրա, չգիտեմ ինչ ֆոնի մասին է խոսքը, սուբյեկտիվ մոտեցում եւ այլ, ես էլ ձեզ որպես կադաստրի կոմիտեի ղեկավար պարզաբանեցի հետեւյալը, որ այդ հիմնավորումը իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չէ այն տրամաբանությամբ, որ սրանից առաջ մենք ունեցել ենք մեկ այլ կարգավորում, որը կրկին անգամ հետևողական մոտեցում է ցույց տալիս նպատակային օգտագործման համար տրամադրված օբյեկտներին։ Այսինքն, եթե մենք տվել ենք, որ դա պետք է ծառայի սպորտի զարգացման համար, ուրեմն դա պետք է ծառայի սպորտի զարգացման համար։ Հակառակ պարագայում, եթե որոշվում է օտարել այդ գույքը, այդտեղ պետք է միանշանակ որևէ ընդհանցակարգ օրենքով սահմանված լինի։ Տեղեկություններ են եղել, կասկածներ են եղել կամ Ես նման ինֆորմացիա չեմ տիրապետում։ Համեցեք։ Դե ասում եք տեղեկություն կասկած։ Չէ, բայց հարցին Համեցեք, ասեք։ եկեղեցիների օտարման հետ կապված է նման ինֆորմացիա է եղել։ Դե ես էլ ասում եմ, էլի նման ինֆորմացիա չեմ տիրապետում։ Ինչու եկավ այդ նախագիծը։ Կրկնում եմ, որովհետև պետությունը հետևողականորեն շարժում է այն ուղղությամբ, որ եթե որևէ օբյեկտ տրվել է որևէ նպատակային օգտագործման, պետք է օրենսդրորեն սահմանված լինեն այն կարևոր նախապայմանները, որը թույլ կտա գույքի սեփականատիրոջը վստահ լինել, որ օբյեկտը այդ ուղղությամբ օգտագործվում է։ Հարցը այստեղ էլի եմ կրկնում, կապ չունի ոչ եկեղեցի, ոչ որևէ, եթե մենք ընդհանուր գաղափարը նայենք, ես օրինակն էլ բերեցի, արդեն այն խորհրդային միությունից հետո որոշակի արմիություն ասեմ, թե մասնագիտական միություն է լավ, մասնագիտական միությունների հանդեպ, որովհետև իրենց իրավունքն էլ է գրանցված։ Սա է ամբողջ գաղափարը, այնպես որ ես այստեղ որևէ միտում չեմ տեսնում։